Ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շրջահայաց գտնվեր եւ ավելի անխոցելի մեկին ընտրեր, կունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր։ Եվ կար այլ Նախ ես կուզենայի, որ դուք շատ ճշգրիտ արտահայտվեք, երբ որ խոսում եք մեր քաղաքական ուժի մասին։ Մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, մատում համակրել ենք եւ սատարել ենք, բայց դա չի բայց չի կարելի նույնականացնել մեր քաղաքական ուժը։ Սա մեկ։ Մարտուն Գրիգորյանը ես չեք թողնում ես պատասխանել։ Գիտեք, մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք։ Անկախ որևէ հանգամանքից այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես պարզ չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակատության հետ կապված։ Եվ նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լրացնում են, փորձում են լրացնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց։ Ընդհանուր միջև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա Վարդան Ղուկասյանը այնտեղ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած տեխնոկ։ Մենք առաջերտին ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին։ Բա ինչ անեին ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց կարծում այդպես է, հիմա այդպես է կարծում, հա։ Ոչ, ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։ Չեք զղջում, որ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ ուժ այսօր Գյումրիում լիներ եւ այդ պարագայում կունենայիք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում, ոչ միայն համայնքում, ցանկացած իշխանություն ունեցող մարդ լիներ ամենաազնվագույնը։ Միշտ ցանկանայի ամենահայրենասերը, ամենազնվագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները միշտ չէ, որ բերում են այդպիսի հետևանքների։